Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ես պատիվ ունեմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան։ Լույս առավոտի։ Լույս առավոտի։ Երբ ասում ենք աշխուղական արվեստ, հենց ձեզ ենք առաջին հերթին այսպես մտովի պատկերացնում։ Բոլորի տալիս մեր ժողովրդին։ Ինչպես է ձեր տրամադրությունը այս տոնական Երուսերի։ Գնում ենք դեպի նոր տարի մեծ հույսերով, երազանքների իրականացման նպատակներով։ Նախատոնական այս թողուբոհը, Երուսերը ձեր ընտանիքել է հասցրել մտնել։ Կարծում եմ բոլորին եւ ցանկալի Երուսերը դա։ Երբ ասում ենք ընտանիք ձեր դեպքում, մի քանի ընտանիքների մասին է այսպես ճակերտավոր եւ բուն ընտանիքը եւ երաժշտ արվեստի այսպես դպրոցը, որովհետեւ դպրոցի հիմնադիր է երկու ընտանիքով։ Իմ ընտանիքը եւ Սայաթնովա անսամբլը, աշխուղները, աշխուղագիտական կենտրոնը եւ առավելապես Ջիվանու անվան աշխուղական դպրոցը։ Խոսեցիք այդ Ջիվանու անվան աշխուղական դպրոցից, եկեք մի փոքր անդրադառնանք այդ դպրոցին, որովհետև դրա հիմնադիրներից եք ըստ էության։ Կխնդրեի մի փոքր հիմնադիրներից չեմ։ Հիմնադիր տնօրենն եմ առայժմ։ Ցանկալի է երկար տարիներ ստեղծել ենք 97 թվականին դպրոցը, որը ունի 3 բաժին։ Ստեղծագործական, որը աշխուղների միությունն է, երգի բաժին եւ ազգային նվագարանների բաժին, որտեղ ամեն տարի միջին հաշվով երբեմն պակասում են, երբեմն ավելանում են, շուրջ 150 սովորող ունենք։ Երբ խոսում ենք Թովմաս Պողոսյան ենք ասում ու նաև լսում նորից Պողոսյան ազգանունը, ըստ էության ձեզ հետ են կրկին ասոցացնում։ Ձեր ընտանիքը երաժշտական է, որովհետև նրանցից նաև ընդգրկված կան հենց այդ դպրոցում։ Կխնդրեի մի փոքր ձեր ընտանիքի այսպես եկող սերնդեսերունդ երկարվեստից խոսենք։ Ես ունեմ 4 դուստր, հարուստ եւ երջանիկ մարդ եք։ Շատ երջանիկ եմ, անշուշտ, որոնցից երկուսը Սայաթնովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլում են։ Իդեպ Սայաթնովա անսամբլը հանրային ռադիոյի կազմի մեջ է։ Մեծս Լուսինս նաև դասավանդում է Ջիվանու անվան աշխուղական դպրոցում եւ ղեկավարում է Ջիվանու անվան անսամբլը, որը հավաքվել է Ջիվանու դպրոցի լավագույն սաներից։ Եվ իմ 5-րդը Սերինես է, ինձ համար լավագույն երգչուհի։ Դուք հպարտանում եք նաև ձեր թոռնիկով։ Կխնդրենք նաև կապել այսպես ամանորի հետ։ Դուք ձեր որպես պապիկ Թովմաս Պողոսյան ու նրա համար վարպետ։ Լուսինիս ավագորդին Տիգրանս, որի բեմական անունի Տիգրան Արմեն։ Տիգրանս լավագույն թառահար է արդեն, շնորհակալ եմ նրա մեծ վարպետին Արտեմ Խաչատուրին։ Արտեմ Խաչատուրի մասին ուզում եմ մի կարևոր բան ասել, որ մեր ժողովուրդը լսի իմ կարծիքը։ 20-րդ դարի մեր ազգային ժողովրդական եւ աշխուղական արվեստի մեծ գործիչները եղել են Արամ, շատերն են եղել, բայց առանձնացնում եմ հատկապես Արամ Մերանգուլյանին եւ Խաչատուր Ավետիսյանին, 20-րդ դար։ 21-րդ դարի մեր ամենամեծ կոմպոզիտորը, որ շատ մեծ գործ է անում ազգային երաժշտության ասպարեզում, դա Արտեմ Խաչատուրն է։ Եվ հպարտ եմ, որ իրավունք ունեմ ասելու, որ Տիգրան Արմենի վարպետն է։ Ես ուզում եմ իմ հարգանքը եւ շնորհակալությունը արտահայտել մեր շատ երկարամյա տնօրեն Սամվել Բալոյանին, որի աջակցությունը անգերազանցելի է, արդեն 38 տարի նա իմ թիկունքին կանգնած է եւ շենքը, պետական շենքը սիրով տրամադրել է եւ աշխուղական անսամբլին եւ Ջիվանու դպրոցին եւ աշխուղների միությանը։ Իդեպ այդ շենքում մենք ունենք նաեւ աշխուղագիտական կենտրոն, մի բան, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան չունի։ Ինչ հրաշալի, մեզ համար իսկապես պատիվ է այս ամենի մասին խոսել եւ ձեր կողքին նստել, ձեզ հետ անցկացնել այս առավոտը եւ ես կցանկանամ պատմեք այս աշխատանքների մասին, որոնք իմ արժեվ դրված են։ Ինչ կա այստեղ Աշխուղ Ջիվանի անհայտ երգեր, կխնդրեմ։ Անհայտ երգեր Աշխուղ Ջիվանուց, դա իմ դոկտորական աշխատանքն է, ասպարեզ եմ բերել 400 եւ ավելի Ջիվանու անհայտ մնացած երգերը։ Ֆանտաստիկ, ինչքան ժամանակահատված է պահանջվել։ 20 տարի աշխատել եմ այդ գործի վրա։ Դուք աշխատել եք այնքան, որքան ես կամ երկրիս երեսին։ Մենք այսօր հրատարակում ենք Գանձարան հայ աշխուղական երգերի
մատենաշար։ Սա առաջին հատորն է Սայաթնովա խաղեր։ Երկրորդը Ջիվանին եւ այսպես 23 հատոր բոլոր աշխուղներին լավագույն գործերով իրենց գանձերով ներկայացնում ենք, ապահովում նրանց հավերժությունը մեր ժողովրդի կյանքում։ Պարոն Պողոսյան, եթե խնդրենք, դեմ չեք լինի մի փոքրիկ հատված հենց այդ աշխուղական երգերից, որպես նվեր մեր հեռուստադիտողին, սիրով կլսենք այսպես պատրաստակամություն, շնորհակալ եմ։ Շնորհայլությունը կարող ենք թերևս ձեր թույլտվությամբ մեծ թույլ լսենք, եթե կարելի է։ Ինչքան պիտի խնդրեմ Այո, ինձ։ նվեր նախատոմետակ։ Մեկ անգամ ասելը բավական է։ Շնորհակալություն։ Ուրեմն ուզում եմ երգել երկու կտոր Աշխուղ Ջիվանու հայրենիքի ջուրի երգից։ Այստեղ ուզում եմ առանձնացնել մի կարևոր փաստ, որ Սայաթնովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլը համերգային կատարում ունեցող կոլեկտիվ չէ լոկ։ Այստեղ գիտական աշխատանքներ են տարվում, ճշգրտում ենք հեղինակային տեքստերը, հեղինակային հնարավոր մեղեդիները եւ ներկայացնում ենք մեր ժողովրդին։ Ավաղ 37 թվականին Ջիվանուն շատ խմբագրել են, չգիտեմ ովքեր, եւ օրինակ հայրենիքի ջուրի երգի մեջ ինքը գրել է վերքից ճար ու սպեղանի, ճարը ավելի մեծ բան է, ճարի մեջ դեղեր են մտնում, ուտելիքներ են մտնում, խմելիքներ են մտնում, դարձել են վերքից դեղ ու սպեղանի։ Եվ վերջին տունը երգեմ թե Սկսենք երգեմ թե արտասանեմ, հետո երգեմ։ Արտասանեք եւ երգեք։ Մենք ամեն ինչից ուզում ենք օգտվենք։ Վերջին տան մեջ Ջիվանուն խմբագրել դարձրել են Ջիվան, օտարները եկել, բնիկներին դուրս են վանել։ Մինչդեռ Ջիվանին գրել է. Ջիվան, հրեշները եկել, տեղացած դուրս են վռնդել։ Իրականությունը սա է։ Ջիվան հրեշները եկել, տեղացած դուրս են վռնդել, օձերն ու գորտերն են խմել, ախ իմ հայրենիքիս ջուրը, օձերն ու գորտերն են խմել, ախ իմ հայրենիքիս ջուրը։ Ֆանտաստիկ։ Շնորհակալություն այսպես նախատոնական մթնոլորտի մեր մասնակիցը լինելու համար։ Ահռելի աշխատանք եք իրականում կատարում, նաև պատմություն է սա ըստ էության, սերնդեսերունդ փոխանցվող ձեռնարկներ են սրանք։ Ասել նաև, որ այսօր ունենք շուրջ 40 աշխուհներ։ Ավագ սերունդի միջի եւ երիտասարդ։ Ամենաերիտասարդը չէ կարող է երևակայել, քանի տարեկան է։ Դուք մեզ կհուշեք։ 18 տարեկան ծառայում է հայոց բանակում։ Ես ուզում եմ շնորհավորել իմ աշխուղ զինվորին։ Ուզվեց։ Դա էլ է նորմալ, մենք հուզվելու է իրականում 18 տարեկանում աշխուղ զինվոր բանակում հպարտանանք այսպես գոտեպնդվենք։ Այո, հուզիչ է, որ մեր տղաները եւ սահմանն են կարողանում պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնությունը, մեր արժեքները։ Դա է ևս իրական արժեք։ Առիթից օգտվելով եկեք շնորհավորենք նաեւ նախատոնական այսօրով սահմանին գտնվող մեր բոլոր տղաներին, թիկունքը մեր ամուր պահողներին։ Մենք հպարտանում ենք ձեզանով։ Այո, եւ անհամբեր ենք, թե դուք երբ եք վերադառնալու, որ եւս միասին տոնենք ամանորը, այսպես ընտանիքի եւ սեղանի շուրջ։ Շնորհավորեմ իմ որդուն Աշխուղ Հովնատին, որը Նաղաշ Հովնատանի հեռավոր ժառանգն է։ Աշխուղ Հովնատ, քո նոր տարին շնորհավորվել ես եւ քո բոլոր ընկերների Իրականում հուզիչ է, այո, մեր տղաները հուզվող են ավելի դարձնում, բայց եկեք ամուր լինենք եւ եթե անդրադառնալու ենք երիտասարդ սերնդին, ավելի փոքրիկներին, որքանով են հաճախում, հաճախելիությունը ինչպիսին է կամ հետաքրքրությունը աշխուղական արվեստի նկատմամբ։ Ձեր շարունակության, այսպես ասած, նշեցիք, որ 18 տարեկան աշխուղ ունենք։ Որ շուրջ 150 երեխաներ սովորում են Ջիվան դպրոցում, որ գալիս են ընդունվելու, ասում, տղաս դու ես ցանկացել թե զորով են բերել։ Կարևոր հարց է։ Իհարկե, չէ, ասում է, ես միշտ ձեր անսամբլին եմ լսում։
եւ ուրախանում եմ անշուշտ։ Եվ հիմա պետք է խոստովանեմ, որ տեղաշարժ նկատվում է դեպի ազգային ժողովրդական աշխարհական արվեստը։ Ինչ հրաշալի։ Իսկ նրանց հետաքրքրվածությունն է ամեն ինչի շրջանակում, նրանք ինչպես են, սաներն ինչպես են ամփոփելու 2025-ը։ Ինձ թվում է շատ մեծ բեռով մտնելու ենք 26 թվական։ Դուք իրականում այն վարպետներից եք, այն արվեստագետներից եք, որոնք հաճախադեպ են համերգային ծրագրերով հանդես գալիս։ Կխնդրեիք մի փոքր անդրադառնալ ձեր համերգային ծրագրերին 2025-ը ինչպես ամփոփեցիք այդ առումով։ Ընդհանրապես մենք համերգային ծրագրեր չունենք։ Մենք հանրային ռադիոյի կոլեկտիվն ենք, իդեպ մեր անսամբլը ստեղծվել է 1927 թվականին հանրային ռադիոյի կազմում Շարատ Ալյանի ղեկավարությամբ։ Եվ այսօր մեր գործունեության հիմնական նպատակը ձայնագրություններն են, որոնք թողնում ենք մեր թվայնացումը եւ թողնում է դարերի մեջ։ Հայաստանից դուրս Հայաստանից դուրս համերգներ ունեցել ենք բավականին շատ։ Նախ ամեն տարի 5 թվականից մինչև այսօր մեկնում ենք Վրաստան Վարդատոնի, մեկնում ենք Ջավախք Ջիվանու օրվա առիթով, դա Վրաստանը։ Եղել ենք Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, առավելապես հայահոծ վայրերում, եղել ենք Միացյալ Նահանգներում 2 թե 3 անգամ, Շվեդիայում, Սիրիայում, Լիբանանում, չմոռանամ։ Այնտեղ որտեղ անգամ մեկ հայ կա թերևս։ Ավստրալիայում, այսինքն շրջակայել եք, այո, այդպես տարածել եք աշխուհական ստեղծագործությունները։ Եվ հույս ունեմ դեռ շարունակելու ենք։ Վստահաբար, եւ այսպես դուք զարդարեցիք մեր առավոտը, մեր հեռուստադիտողների առավոտը, ես վստահ եմ օրը չի կարող էլ ավելի լավ սկսվել, քան այնպես ինչպես սկսվեց մեզ մոտ ձեր կատարումներով, եւ այսպես ձեր բարձունքից աշխատանքի եւ արվեստի ինչպիսի մաղթանք, դա էլ իմ աշխատանքն է, գիտեք, երկել այդքան չեմ պսպղում, ճարտար խոսում եմ։ Ինչպիսի մաղթանք կասեք մեր հեռուստադիտողներին 2026-ի համար։ Ես մաղթում եմ եւ աղոթում եմ Աստծուն, աղաչում եմ նրան, մեր հայրենիքին պարգևի խաղաղ երջանիկ կյանք, պահապան լինի մեր բանակի բոլոր զինվորներին, որոնք կյանքի նվիրումով պահում են մեր սահմանները, երեխաներին, ծերերին, միջին սերնդի մեր երիտասարդներին իրենց աշխատանքի մեջ ունենան նվիրում դեպի հայրենիքը, ազգը եւ մեր մշակույթը։ Աստված օրհնի բոլորիդ, երջանիկ կյանք, լավ օրեր։ Շնորհակալ ենք, որ մեզ հյուր եկաք, զարդարեցիք մեր առավոտը եւ շնորհակալ ենք նաեւ մեր հեռուստադիտողներին, որ մնացին, դիտեցին, վայելեցին եւ այսպես շարունակ։ Մնացեք մեր եթերում։ Այո, Կենտրոն հեռուստաընկերության եթերում։